Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Ոստիկանական ուժեր դատարանի բակում ու բերման ենթարկված աջակիցներ, ընթանում է Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ դատը։ Եպիսկոպոսները կրկին քննչական կոմիտեում էին և կրկին Գերագույն հոգևոր խորհրդի նիստից առաջ, ինչու են հոգևորականներին կանչել հարցաքննության։ Հայաստանի անվտանգության հարցը փորձագետների սեղանին, տարածաշրջանային լարվածության պայմաններում ինչպիսի հայեցակարգ է պետք Հայաստանին։ Դու պետք է դուրս գաս սիմետրիկ ստանդարտ մոտեցումներից։ Ինժեներից Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, ով է Հրաչյա Թաշչյանը։ Սև անձրև, աղտոտված ջուր և վտանգված բնություն, Մերձավոր Արևելքի էկոլոգիական ճգնաժամը։ Հոգևորականները կրկին քննչական կոմիտեում էին, հարցաքննության էին հրավիրել Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին, ընդ որում հենց այն ժամին, երբ նախատեսված էր խորհրդի հերթական նիստը։ Բոլոր սրբազանների խափանման միջոցների վերաբերյալ ուղարկել են բողոքներ։ Մուշեղ և Մակար սրբազանները հրաժարվել են ցուցմունք տալ։ Հայկազուն սրբազանի պաշտպանն ասել է, որ կանչել էին լրացուցիչ հարցաքննության, արդեն մեղադրյալի կարգավիճակում։ Կարող էին եւ կանչել, ասենք, երկուշաբթի եւ հաջորդ շաբաթվա օրերին ենթադրենք, ինչպես որ կարգն է գրավոր ցանցագրերով, բայց էլի շտապել էին, էլի ինչ որ գործողություններ, գիտեք, իրականում շատ արդեն ծիծաղելի կլիներ, եթե այսքան լացելու ու ողբերգական իրավիճակում չհայտնվեինք, որովհետեւ այս պրոցեսները իրավական անվանելը թերևս արդեն անդրամաբանական է։ Մեր կարծիքով հերթական անգամ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը տապալելուն է միտված։ Ավելին ասեմ, ծանոթագրերը վկայի դատավարական կարգավիճակով են ուղարկված, չգիտես ինչու սրբազանները ծանոթվել են վկայի դատավարական կարգավիճակով եւ ուրիշ գործով է։ Ոչ, բայց այս գործով արդեն որպես մեղադրյալ չէ։ Գործն է, այո, բայց ծանոթագրերը վկայի դատավարական կարգավիճակին են վերաբերում։ Առավոտյան ժամը 10-ից 20 անընդհատ զանգահարել են եւ խնդրել են, որպեսզի մի քանի ժամվա մեջ ներկայանանք եւ ոչ միայն ինձ, այլ բոլոր այդ մնացած պաշտպաններին, սակայն մեր ծանրաբեռնվածությունից ելնելով մենք այժմ ենք ուղղակի կարողացել ներկայանալ քննչական կոմիտեին։ Այնուամենայնիվ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի երրորդյա ժողովը, որի ընթացքում քննարկել են ոչ միայն եկեղեցու ներքին խնդիրները, այլև իշխանության հետ սրվող հարաբերությունները։ Հայոց եկեղեցու բարձրագույն մարմինը հայտարարում է, պետական կառույցները ճնշում են գործադրում եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ, իսկ վերջին օրենսդրական նախաձեռնությունները կարող են սահմանափակել եկեղեցու իրավունքները։ Խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանությանը հայոց եկեղեցու նկատմամբ հալածանքների, կեղծ մեղադրանքներով ազատազրկումների եւ եկեղեցու գործունեությանը միջամտելու փորձերի համար։ Կոշտ արձագանք է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Եվրոպական խորհրդարանում, որտեղ նա եկեղեցին համեմատել էր օտար ազդեցության գործակալների եւ պատերազմի կուսակցության հետ։ Արձագանք է եղել նաեւ Մասյացոտնի թեմում ստեղծված վիճակին, որտեղ պաշտոնանկ արված առաջնորդ Արման Սարոյանը ըստ Մայրաթորի իշխանության աջակցությամբ խոչընդոտում է թեմի աշխատանքը։ Զուգահեռ հակակոռուպցիոն դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը հայտնել է, որ ձերբակալել են Սամվել Կարապետյանի 3 աջակցի։ Սարգսյանի խոսքով նրանց ձերբակալել են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ Սակայն նախքան ձերբակալություններն ու նիստի մեկնարկը ոստիկանական մեծաթիվ ուժեր շրջափակել էին դատարանի շենքը։ Իշխանությունը մեծաքանակ ոստիկանական ուժեր է տեղափոխել դատարանի տարածք։
Քննչական կոմիտեն միջնորդել է, որ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգվի։ Բաքում հավաքվել են Սամվել Կարապետյանի աջակիցները։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է։ 8 ամիս իրենք աշխատել են Սամվել Կարապետյանի հետ կապված ինչ-որ վատ բան գտնեն։ 8 ամսվա ընթացքում որևէ բան չեն գտել եւ այս հայտարարությունները են ապացույցն է, որ չեն կարողանում մարդու հետ կապված ինչ-որ բան գտնեն, իրեն պետքա կապեն, իրենց պետքա կապեն այն մարդկանց հետ, ում հասարակության մի մասը ունի հակասական վերաբերմունք այլ ուժերի հետ, այսքան ժամանակ մի մասը ունի դրական վերաբերմունք, մի մասը հակասական, այսքան ժամանակ չեն կարողանում, դա ապացույցն է, որ իր հետ կապված հակա ինչ-որ բան չեն կարողանում ասել։ Մարդը պատկերացնում եք 60 տարի աշխատել է ամենալայն մասշտաբով եւ չեն կարողանում բան գտնել, բացասական։ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է։ Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի տնտեսական գործիչ, պետք է լինի, ես հայտարարում եմ, նոր մարդ։ Մենք պետք է նոր ղեկավար բերենք Հայաստան, տնտեսական ղեկավար, որը լուծի աղքատության հարցը։ Ալեն Սիմոնյանը պատվիրակությամբ ապրիլի 16-ից 19 կլինի Ստամբուլում, մասնակցելու են Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Պատվիրակության կազմում են Ալեն Սիմոնյանը, Սարգիս Խանդանյանը, Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Դավիթ Առաքելյանը, Աշխեն Հայրապետյանը, Տիգրան Սեյրանյանը, Ալեքսանդր Մխիթարյանը, Մովսես Հարությունյանը, Մամիկո Մարգարյանը, Աննա Հովակիմյանը, Դավիթ Հակոբյանը եւ Հրայր Քալաշյանը։ Այս ֆոնին Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն իր մտահոգությունն է հայտնել Ալիևի վերջին արտահայտությունների վերաբերյալ, որոնցում նա համեմատել է հայ քաղաքական կալանավորներին Նյուրնբերգյան դատավարություններում դատապարտված նացիստ առաջնորդների հետ։ Լեմկինի ինստիտուտը հայտարարել է, որ Ալիևի համեմատությունը չի արտացոլում պատմական եղելությունը։ Միջազգային հանրությունը պետք է հակադարձի նախագահ Ալիևի հայերի եւ ինքնիշխան հայկական տարածքի դեմ շարունակական ցեղասպանական հրետորաբանությանը, ցեղասպանության վերաբերյալ քննարկումներում պարզություն ապահովելու համար։ Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել հայերի դեմ իր անմարդկային ցեղասպանական հռետորաբանությունը, զերծ մնալ հոլոքոստն իր հանցագործություններն արդարացնելու համար գործածելուց եւ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին։ Քանի որ նախագահ Ալիևը ինքն է հայտարարել, որ դա չի անի, միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի նրա վրա դա անելու համար։ Համակարգված ճնշում պետք է գործադրվի հատկապես նախագահ Ալիևի անձի վրա, որն իր շարունակական իշխանության համար մեծապես հույսը դնում է մասնավորապես արևմտյան աշխարհի բարեհաճության վրա։ Եթե արևմտյան աշխարհը չգործի եւ շարունակի խրախուսել Ադրբեջանի նախագահին, նրանք ապագայում ավելի վատ խնդիրների կբախվեն։ Բայց զուգահեռ իրականությունում գործող կառավարության ղեկավարը հայտարարում է, որ հրամայել է հեռացնել Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին զբաղեցրած պաշտոնից, քանի որ Վենսի ծիծեռնակաբերձ այցի ժամանակ խոսել է այնպիսի թեմաներից, որոնք հակասում է իշխող ուժի արտաքին դաշտում որդեգրած քաղաքականությանը։ Պարզվում է, որ ցեղասպանության ու Արցախի հարցը խնդրահարույց է իշխանության համար։ Աշխարհի տասնյակ ցեղասպանագետներ մտահոգ են Էդիտա Գզոյանի պաշտոնանկության համար։ Նրանց խոսքով Գզոյանը տարիների ընթացքում բարձրացրել է ինստիտուտի միջազգային հեղինակությունը, ընդլայնել արխիվները, կազմակերպել կարևոր գիտական միջոցառումներ եւ հետեւողականորեն պաշտպանել է ցեղասպանության մասին պատմական ճշմարտությունը։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը պարզապես զբոսաշրջային վայր չէ, այն պատմական հիշողության եւ գիտական կենտրոն է, շղթման եւ խեղաթյուրման դեմ պաշտպանվածություն։ Դրա ղեկավարությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից, այլ ոչ թե ենթարկվի դրան։ Դոկտոր Գզոյանի հարկադիր հեռանալը սարսափելի ուղերձ է հղում ամենուրեք գտնվող գիտնականներին եւ պատմաբաններին, որ մանրազնին հետազոտությունները եւ ճշմարիտ հիշողությունը կարող են փոխարինվել դիվանագիտական հարմարավետությամբ։ Մենք խստորեն կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ինստիտուտի ղեկավարության գործերին միջամտելուց։ Մենք կոչ ենք անում իշխանություններին հարգել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի անկախությունը եւ ապահովել, որ դոկտոր Գզոյանին թույլատրվի շարունակել իր աշխատանքը առանց քաղաքական ճնշման կամ միջամտության։
Իսկ Ցեղասպանության թանգարանի ինստիտուտը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի՝ Հրաչյա Թաշչյան։ Առաջին մասնագիտությամբ ինժեներ է, ավարտել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանը, աշխատել է արտգործնախարարությունում եւ միայն դրանից հետո է Մոսկվայի դիվանագիտական ակադեմիայում միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում ստացել։ Արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունեցող Հրաչյա Թաշչյանը 1997-ից տարբեր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում, եղել է ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության անդամ։ 2018-ին Նիկոլ Փաշինյանը նշանակել է վարչապետի օգնական արտաքին քաղաքականության ուղղությամբ, ապա վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ։ 2022-ից հետո Հրաչյա Թաշչյանը պետական պաշտոններ չի զբաղեցրել, սկսել է զբաղվել ակադեմիական գործունեությամբ։ Գործող իշխանության համար խնդրահարույց է նաև Արցախի հարցը։ Փաշինյանի Եվրոպական խորհրդարանում եւ կառավարությունում արած հայտարարություններին անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։ Դանիելյանը շեշտել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշվելու, հայրենիք վերադառնալու անվտանգ ապրելու սեփական ճակատագիրը տնօրինելու անօտարելի իրավունքը չի կարող վերանալ ստի, կեղծիքի ու նենգափոխումների միջոցով կամ դառնալ ճղճիմ գործարքների առարկա։ Արցախի շարժման վերաբերյալ անհեթեթ հայտարարությունները չեն կարող վարկաբեկել մեր ժողովրդի հանուն ազատության ու խաղաղության հերոսական պայքարի այդ լուսավոր դրսևորումը։ Եթե եղածը խաղաղություն է, այլ ոչ թե բացարձակ եւ չընդհատվող կապիտուլյացիա, ապա ինչու են ադրբեջանական զորքերը շարունակում մնալ Հայաստանի բռնազավթված 240 քառակուսի կիլոմետր տարածքում։ Ինչու էթնիկ զտումների եւ ցեղասպանության ենթարկված 150,000 արցախցիներ չեն վերադառնում հայրենի տներ։ Ինչու Բաքվի բանտերից հայրենիք չեն վերադառնում հայ պատանդառուները։ Ինչու են հիմնովին ոչնչացվում Արցախի հայկականության անժխտելի վկայությունները, հայկական բնակավայրերը, ծիսական շինությունները, պատմամշակութային հուշարձաններն ու այլն։ Արցախ, ցեղասպանություն, Արարատ, ազգային հերոսներ։ Գործող իշխանության ցուցակում կան թեմաներ, որոնց մասին խոսելն արգելված է։ Փոխվում է արդյոք հանրային վերաբերմունքն ազգային գաղափարների նկատմամբ, թե համակարգված աշխատանք է տարվում այդ արժեքները նսեմացնելու համար։ Ինչ եւ ինչու չի կարելի խոսել, Սվետլանա Պետրոսյանն է ներկայացնում։ Ռևանշիստ ես, ֆաշիստ, թե պատերազմ հրահրող։ Կախված է նրանից, թե ում կամ ինչի մասին ես խոսել։ Նժդեհի, Արցախի, բանակի, թե ազգային ինքնության։ Վերջին շրջանում պարզապես մեկ բառը կարող է դառնալ քաղաքական պիտակավորման պատճառ։ Այս պիտակները սոցիալական ցանցերում չեն հորինվել։ Իշխանական խոսույթն է հաճախ հենց այդ ձևով արձագանքում ազգային թեմաների շուրջ բարձրացված հարցերին։ Արարողակարգային նվեր տալ Արցախյան հիմնախնդիր թեմայով դա սադրանք է, քաղաքական սադրանք է։ Չի կարող այդպիսի բան լինել։ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում կա Արարատ եւ դա Արարատ խոշորացված համայնքն է եւ Արարատի մարզն է, բայց Արարատ սար Հայաստանի Հանրապետությունում չկա։ Շուշի մեկ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պետք էր Շուշին։ Facebook-ում տարածվում է մի գրառում, որում թվարկված են այն թեմաները, որոնց մասին խոսելիս մարդը կարող է արագ պիտակավորվել։ Գրառման հեղինակը թվարկում է մի շարք հարցեր, նշելով, որ տարբեր թեմաների շուրջ կարծիք արտահայտելը երբեմն ընկալվում է ոչ թե որպես կարծիք, այլ որպես քաղաքական դիրքորոշում։ Ցանկը երկար է։ Արցախի անունն ես տալիս, ռևանշիստ ես եւ նախկինամետ։ Անվտանգությունից ես մտահոգվում, պատերազմ հրահրող ես, արյուն ուզող։ Ցեղասպանության մասին ես խոսում, ագրեսոր ես, հարևանիդ հանդեպ պահանջատեր։ Արարատի կողմ ես նայում, ուրիշի տարածքի վրա աչք ունեցող ես։ Պատմությունից ես մեջբերում անում, ազգայնամոլության քարոզիչ ես։ Բանակի հզորացումից ես խոսում, տարածաշրջանը պայթեցնող ես։ Ընդդիմադիր KGB-ի լրտես ես 5-րդ շարասյուն։ Եկեղեցուց եւ կրոնից ես խոսում, հետադիմական ես, հանցագործ ու մութ ուժերի գործակալ։ Հաղթանակներից ես հիշեցնում, դժբախտ ու դժգույն ֆանտազիոր ես։ Ազգային շահից ես խոսում, հակահեղափոխական ես ու աշխարհի խաղաղության խոչընդոտ։ Սփյուռքի հետ կապից ես խոսում, դրսի փողերով երկիրը խառնող ես։ Պետական խորհրդանիշներից ես խոսում, դատարկ սիմվոլների հետևից ընկած ռոմանտիկ ես։ Շատ օգտատերեր նշում են, որ հասարակական դաշտում տարբեր կարծիքներ ներկայացնող մարդիկ արագ դասակարգվում են քաղաքական կամ գաղափարական ճամբարների մեջ։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշում է, որ այս պիտակները պատահական չեն։ Իշխանական խոսույթը հաճախ այս ձևով է արձագանքում ազգային թեմաների շուրջ բարձրացված հարցերին։ Իսկ ինչ է կատարվում այս իշխանության օրոք։ Գործում են
ընդհանրապես ջնջվել, ավելին ես կարծում եմ, եթե այսպես շարունակվի, դա կդառնա նաև արդեն հետապնդման առիթ։ Քոչարյանը նաև հիշեցնում է վերջին շրջանում քննարկված որոշ թեմաներ, այդ թվում Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնանկության շուրջ ձևավորված աղմուկը։ 8 տարի է բևեռացված եւ գնալով ավելի բևեռացվում է։ Նման բանավեճերը միայն կարող են ռեզոնանսի տեսքով արդեն այն ինչ որ եղավ հետո, այդ հայտարարությունից հետո, որ իր խնդրանքով է հեռացվել, քանի որ տվել է, բերեց ավելի միասնության, գոնե առողջ ուժերի միասնության, մտածող ուժերի միասնության։ Մինչդեռ երգչուհի երգահան Լիլիթ Բլեյանը կարծում է, հասարակությունը բևեռացված չէ, այն մանիպուլացված է։ Չկա առողջ հասարակական ներհանրային բանավեճ, չկա ազնիվ բանավեճ, որովհետև ազնվությունը ենթադրում է, որ մարդիկ տիրապետում են իրական ինֆորմացիային, որ մարդկանց տրվում է վերլուծելու հնարավորություն, որ հանրային ռեսուրսները, որոնք ինֆորմացիայի եւ վերլուծության պիտի ծառայեցվեն, դրանք հավասարապես բաշխվում են տարբեր մտածող շրջանակների միջև, որոնք կարող են իրենց կարծիքը եւ վերլուծությունները եւ մտահոգությունները փոխանցել հանրությանը։ Բլեյանը նշում է, որ Հայաստանում արկա բևեռացումը հաճախ սխալ է ընկալվում։ Մարդիկ այն անվանում են քաղաքական, մինչդեռ իրականում խնդիրն ավելի խորքային է։ Ներկայիս իշխանությունը ըստ նրա մանիպուլատիվ մեթոդներով իրականացնում է ցանկությունները։ Մենք քաղաքական process-ի չենք սպայնականատես, մենք ականատես ենք, նորից ասենք, պետության կառավարման ղեկը ինչ-ինչ մանիպուլատիվ մեթոդներով վերցրած եւ այդ ղեկը չհանձնող որևէ պայմանով մի խմբի ցանկությունների հետ։ Քաղտեխնոլոգն էլ նկատում է, որ հասարակության ամենազգայուն խումբը երիտասարդներն են։ Արարատի թեման երբ բացվեց, մոտ 1 տարի առաջ էր, եթե չեմ շփոթվում, ամենաշատը երիտասարդությունը ռեակցիա տվեց, բացասական ես նկատի ունեմ։ Իսկ քաղաքական խաղերից վեր հարցը այն է, թե ինչ կմնա, եթե մեր արժեքները աստիճանաբար ջնջվեն հանրային դիսկուրսից։ Այսօր կարևոր է հիշել, որ արժեքներն ու գաղափարախոսությունը չեն կարող պատժի թեմա դառնալ։ Սվետլանա Պետրոսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Սակայն Բաքվի խաղաղության մասին պատկերացումները տարբեր են պաշտոնական Երևանի պատկերացումներից։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ներկայացրել է Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետի 2025 թվականի գործունեության մասին զեկույցը, որի ընթացքում հայտարարել է, թե Վաշինգտոնի գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հիմքը դնելն էր։ Ասադովը նույնականացրել է Թրիփն ու Զանգեզուրի միջանցքը, շեշտելով, որ բազմամոդալ երթուղին կապահովի անխոչնդոտ կապ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև։ Ադրբեջանի ներկայացրած նույն զեկույցում ասված է, որ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան ունի բացառապես առևտրային բնույթ եւ արտացոլում է խաղաղության գործընթացում տնտեսական դիվիդենդների հայեցակարգը։ Իսկ երբ տարածաշրջանը շարունակում է մնալ անկայուն, սպառնալիքները բազմաշերտ, ինչպիսի անվտանգության ռազմավարություն ունի Հայաստանը եւ ինչ հայեցակարգով պետք է առաջնորդվի պետությունը։ ՀԱԵԿ նախաձեռնությունն է քննարկում հրավիրել, որին ներկա է եղել Սեդա Մակարյանը։ Ազգային անվտանգության ինչպիսի հայեցակարգ է պետք Հայաստանին։ Այս հիմնարար հարցին պատասխանելու համար քննարկում էր կազմակերպել ՀԱԵԿ նախաձեռնությունը։ Քննարկումը կառուցված էր 3 առանցքային ուղղություններով՝ ռազմաքաղաքականություն, էներգետիկ եւ տնտեսական անվտանգություն, ոլորտներ, որոնք միասին ձևավորում են պետության դիմադրողականության հիմքը։ ՀԱԵԿ խորհրդի անդամ Ավետիք Քերոփյանը ներկայացրեց այն սկզբունքները, որոնք նախաձեռնության համոզմամբ պետք է ձևավորեն Հայաստանի ազգային շահերի շրջանակը։ Այն ինչ որ մեզ փորձում են ներկայացնել որպես թոլությունը պաշտպանության ռազմավարություն, դրի հակառակն է պետք։ Խաղաղությունը, որը մենք ձգտում ենք, ապահովում է առաջին հերթին անվտանգությամբ, ոչ թե հակառակը։ Քերոփյանի խոսքով հատկապես ճգնաժամային իրավիճակներում առանցքային նշանակություն ունի հանրային համերաշխությունը։ Հենց այն է բարձրացնում պետության դիմադրողականությունը։ Այնուհետ քննարկումը շարունակվեց պանելային ձևաչափով։ Մերձավոր արևելքում լարվածությունը հասել է վտանգավոր աստիճանի, ասում է ռազմական գործիչ ՈՄԱ-ի հիմնադիր Վովա Վարդանովը, անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին։ Նրա կարծիքով մտահոգիչ է ոչ միայն տարածաշրջանի անկայունությունը, այլև Հայաստանի իշխանության, նաև ընդդիմության թույլ արձագանքը տեղի ունեցող զարգացումներին։ Այն վտանգները, որ մեզ սպառնում է, Իրանի հետ պատերազմով սկսում է։ Այդ վտանգը դա չի միայն։ Հիմա ենթադրենք բանա ցամաքային օպերացիա սկսի Իրանի դեմ,
որտեղից է սկսելու։ Միակ ուղղությունը Թուրքիայի կողմից է, Թուրքիա եւ ասենք Բաքվի հանրապետություն։ Միակ ուղղությունը, ուրիշ ուղղություն չկա, որտեղ ինքը թիկունքից հարվածներ չի ուտելու այդ կոալիցիան, որը որ հարձակվել է բանի վրա, Իրանի վրա։ Իսկ համոզված եք, որ Թուրքիան կամ ասենք Բաքվի թուրքերը պայման չեն դնի, որ Տրամփ ջան, մեզ մի 3 տարով Սյունիքը ամբողջությամբ տրամադրի արենդայով։ Մենք էլ հայերին 200 դրամ ամիսա մետրին փող կմուծենք։ Թուրքական ռազմական կառավարության տակ Սյունիքը ո՞նց եք պատկերացնում։ Ոչ մի քայլեր չկա, ոչ մի տեղից։ Հայ-ԱԿՊ նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը նշում է, ներկայացված հայեցակարգը կարող է վերածվել գործնական ռազմավարության։ Նրա խոսքով, եթե ներքին ներուժը որոշ փուլերում բավարար չլինի, Հայաստանը կարող է օգտվել նաև միջազգային փորձից եւ կրթական պաշարից։ Մեր պատմության մեջ ամենամեծ թռիչքները որպես կանոն եղել են այն կառավարիչների կողմից, որոնք դրսում կրթություն կամ փորձառություն են ձեռք բերել, ինչպես օրինակ Արտաշես առաջինը, որը Սելևկյան զորավար էր, Տիգրան Մեծը, որը Պարթևյան արքունիքում պատանդ էր, Տրդատ առաջինը, որը ընդհանրապես Պարթևյան արքայազներ եւ այլն, կամ Լուսինյանները, որոնք ֆրանսիացի էին ցակումով եւ Կիպրոսից եկան Կիլիկիան կառավարելու։ Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը սակայն հակադարձում է տարածված այն կարծիքին, թե Հայաստանում ռազմավարական մտածողություն չկա։ Նրա համոզմամբ նման պնդումը ոչ թե իրականության գնահատական է, այլ սեփական ժողովրդի ներուժը չճանաչելու հետևանք։ Մենք ավելի շատ կաղում ենք տակտիկայից։ Մենք իրար հետ լեզու գտնել չենք կարողանում։ Այս ռազմավարության հայեցակարգը, որը գրված է, դրա վառապացույցն է, որ մենք կարող ենք շատ լավ հեռանկարային մտածել, թե ինչպիսին պետք է լինի, բայց մենք գործիքակազմը, որով մենք այդ հարցերի պատասխանը կտանք, թե ինչպես պետք է լինի, այդտեղ կաղում ենք։ Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն էլ խոսեց մեկ այլ կարևոր բաղադրիչի մասին՝ մարդկային ռեսուրսի կառավարման։ Նրա խոսքով իրական առաջընթացի համար անհրաժեշտ է նախևառաջ իրատեսորեն գնահատել սեփական հնարավորությունները եւ այդ հիմքի վրա կառուցել արդյունավետ համակարգեր։ Եկեք մենք մեզ օբյեկտիվ գնահատենք մեր կարողությունները։ Շնորհակալ լինենք մեր մեծերին, բայց ռեալիստ լինենք եւ հասկանանք, որ մենք այսքանը կարող ենք, այսքանը չենք կարող եւ չենք կարողացել երբեք եւ սկսենք էֆեկտիվ ոչ վնասելով մեզ մեր ինքնությանը, բայց էֆեկտիվ լինել։ Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց ազգային անվտանգության հայեցակարգի վերաբերյալ մշակված փաստաթուղթը շուտով ամբողջ բովանդակությամբ հասանելի կլինի հանրությանը։ Անի Աբաղյան, Սեդամ Ակարյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Այսօր տեղի ունեցել առողջության պարտադիր ապահովագրությանը վերաբերող խնդիրների վերաբերյալ խորհրդարանական լսումներ։ Առողջապահության նախարարությունից որևէ ներկայացուցիչ չի եղել։ Մարդու իրավունքների պաշտպանն է միայն արձագանքել, երկու ներկայացուցիչ է մասնակցել։ Քննարկմանը չեն մասնակցել նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները։ Քննարկման ընթացքում առողջության իրավունք իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանն ընթերցել է բուժաշխատողների նամակները ուղղված Հայաստանի առողջապահության նախարարին։ Տիկին Ավանեսյան, ես մանկաբարձուհի եմ, աշխատում եմ պոլիկլինիկայում, ստացել եմ շատ ցածր աշխատավարձ։ Հաջորդը, առանց հետ էլ ստանում ենք խայտառակ բժշկի համար աշխատավարձ 135,000 դրամ։ Որոշեցիք, որ դա էլ է շատ, ապահովագրությունը լավ բան է, բայց ոչ բժշկի հաշվին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Լիբանանի Հեզբոլլահ շարժման հետ համատեղ գրոհի 45-րդ փուլն է իրականացրել իսրայելական օբյեկտների վրա։ Իրանական աղբյուրները հայտնում են, որ Թեհրանը ոչնչացրել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Դաֆրայում գտնվող ամերիկյան ռազմաբազան։ Կորպուսը նաև հայտարարել է, որ Իրանը հակամարտության սկսվելու պահից ի վեր հրթիռային ամենահզոր հարձակումն է իրականացրել Իսրայելի վրա, գործածելով 30 գերհզոր բալիստիկ հրթիռ։
Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ըստ Պենտագոնի ղեկավարի Իրանում հարվածել են ավելի քան 15,000 թիրախի, կրճատելով Իրանի ռազմաօդային ու հրթիռային պաշարները։ Փիթ Հեքսեթի խոսքով Իրանի նոր գերագույն առաջնորդը վիրավոր է, իսկ Թեհրանի երկնքում այսօր սպասվում է նոր ռեկորդային հարվածների շղթա։ Սակայն պատերազմն ունի նաև էկոլոգիական կողմ։ Մեծ մերձավոր արևելքում ընթացող ԱՄՆ-Իրան հակամարտությունը շարունակում է լարված մնալ, ստեղծելով էկոլոգիական եւ հումանիտար ծանր հետևանքներ։ Մանրամասները ռեպորտաժում։ Սև անձրև է տեղում Իրանում, իսկ Սահարա անապատի դեղին ավազներին ձյուն է տեղացել։ Մեծ մերձավոր արևելքում ընթացող ԱՄՆ-Իրան հակամարտությունը շարունակում է լարված մնալ, ստեղծելով էկոլոգիական եւ հումանիտար ծանր հետևանքներ։ Ռումբերի եւ ականների պայթյունները նոր ավտոտացություն են տարածում օդում ու ջրում, վտանգելով մարդու առողջությունը եւ կենդանիների բնական միջավայրը։ Թեհրանը խեղդվում է սև ու թանձր ծխի մեջ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ Իրանում նավթային օբյեկտների վրա հարվածներից հետո առաջացած սև անձրևը ու թունավոր գազերը կարող են շնչառական խնդիրներ առաջացնել։ Այդուհանդերձ մարդկանց հորդորում են տանը մնալ։ Գիտնականները զգուշացնում են, որ աղտոտված օդը կարող է առաջացնել գլխացավ, մաշկի ու աչքերի գրգռվածություն եւ դժվարացնել շնչառությունը։ Բահրեյնը հաղորդել է, որ Իրանի հետախուզական դրոնների հարձակման հետևանքով վնասվել է երկրի ջրի աղազերծման գործարանը, որի հետևանքով տուժել է 30 յուղի ջրամատակարարում։ Այս գործարանները ծովի ջուրը դարձնում են խմելու, նաև մշակում են արդյունաբերական օգտագործման համար եւ տարածաշրջանի մի շարք երկրներ մեծ կախում ունեն այդ գործարաններից։ Նշվում է նաև, որ ռազմական գործողությունների պատճառով աղտոտվել են ծովի ջրերը։ Սահարայի ոսկեգույն ավազները ծածկվել են ձյան բարակ շերտով, զարմացնելով տեղացիներին ու զբոսաշրջիկներին։ Վերջին 40 տարում սա 7-րդ դեպքն է, սակայն ձյունն այստեղ հազվադեպ է երկար մնում։ Թուրքիայի Միքսար քաղաքում էլ 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ աղետների կառավարման վարչությունը։ Էպիկենտրոնի խորությունը կազմել է 6.4 կիլոմետր, երկրաշարժը զգացվել է հարակից մի քանի նահանգներում։ Պատերազմի եւ աղտոտումների ազդեցությունը վնասում է նաեւ բուսական ու կենդանական աշխարհը։ Թեհրանի ու Գալֆի տարածաշրջաններում նավթային հրդեհների ու քիմիական արտահոսքերի պատճառով արոտավայրերը, այգիները եւ ափամերձ էկոհամակարգերը վնասվել են, իսկ ամենից աղտոտված տարածքներում մանրեներն ու միջատները կարող են սպառվել, ինչն ազդում է թռչունների, ձկնոտեսակների եւ այլ վայրի կենդանիների սննդային շղթաների վրա։ Վտանգված են բուսատեսակները, հատկապես փոքր կիսաանապատային ու ափամերձ բույսերը, որոնք զգայուն են ջերմաստիճանի, հանկարծակի տատանումներին ու քիմիական աղտոտման հարցում։ Մասնագետները նախազգուշացնում են, որ այս համակցված ազդեցությունը կարող է երկարատև դարձնել վերականգնման գործընթացը եւ լուրջ ճնշում ստեղծել բնական բազմազանության վրա։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc-media.am։ ABC լուրերը եթերում կլինի վաղը ժամը 12-ին, կհանդիպենք, բարի գիշեր։